ցավկինները ինչ պետք է անենք։ Մի օր սեղանը ձևավորենք, որպես դեկորացիա պետք է օգտագործենք կարևս։ Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը, ավելի կոնկրետ սկսում ենք մեր տոնական վլոգը, քանի որ այսօր ապրիլի 4-ի երեկոյան ու լույս 5-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը ու ինչպես բոլոր հայ ընտանիքներում, այնպես էլ մենք եւս տանը պատրաստվում ենք ու ամենքս մեր ձևով նշում ենք Սուրբ Զատիկը ու չգիտեմ այս տոնը տարվա այն տոներից է, որ ամենաշատն եմ սիրում ինքը զարթոնք է, ինքը նոր կյանքի սկիզբ է, մի խոսքով Այստեղ կողքս Անգելինան համ նախաճաշ է անում, համ հեռուստացույց է դիտում, դրա համար է մի փոքր աղմուկ, բայց ինչևէ, իսկ մենք ես ու քուրիկս սուրճ ենք խմում, սուրճս խմեմ վերջացնեմ ու լիքը գործ ունենք մինչև երեկո ու ցանկացա, որ այս նախապատրաստական գործերին դուք եւս մասնակից լինեք Այդ իսկ պատճառով որոշեցի վլոգը հենց օրվա սկզբից նկարել, հիմա սուրճս կխմեմ, պիտի գնամ, ճիշտ է մամաս ինձ կօգնի, ես մամայից կօգնեմ, մի խոսքով այսպես միասին Սուրբ Զատիկի խորհրդանշական ուտեստները կպատրաստենք, որոնցից է բրնձով ու չամիչով փլավը, ձուկը, սպանախը եւ իհարկե սեղանի զարդ հանդիսացող ձուն ներկենք պիտի Անգելինաս անհամբեր սպասում է այդ արարողակարգին, թե երբ ենք ծվերը ներկելու մի խոսքով հիմա գնանք ու Այսպես հերթով սկսենք պատրաստել, իրականում մինչև երեկո այդքան էլ շատ ժամանակ չունենք, ժամը կարծեմ 5-ից պատարակը սկսվում է ու պատարակից հետո արդեն պասից դուրս ենք գալիս և նստում ենք տոնական ընթրիքին ու այդպես Հա, ասեմ, որ երեկոյան նաև քուրիկներս են գալու, քեռուս աղջիկները եւս կգան մեր տուն ու միասին կնշենք Սուրբ Զատիկը, իսկ իմ երեխեքի համար կրկնակի տոն է, որովհետև քեռուս աղջիկներին իրանք շատ են սիրում ու երբ իրանք մեր տուն են գալիս, դա մի ուրիշ ուրախություն է իրանց համար Դրա համար որոշեցինք, որ այսպես բոլորով միասին կնշենք, կընթրենք և իհարկե շատ լավ ժամանակ կանցկացնենք։ Իսկ ես, ինչպես տեսնում եք, արթնացել եմ բավականին շուտ, հասցրել եմ ինձ կարգի բերել, մի փոքր դիմահարդարվել, մազերս հարդարել, որպեսզի երեկոյան երբ նկարվենք գեղեցիկ տեսք ունենամ։ Իսկ դուք կարող եք մեկնաբանությունների դաշտում գրել, թե դուք ինչպես եք նշելու Սուրբ Զատիկը, արդյոք ընտանիքով եք նշելու, թե ինչ-որ տեղ եք դուրս գալիս, որովհետև Հիմա նաև շատ նորաձև է, երբ հարազատներով, բարեկամ ընկերներով հավաքվում են ու քաղաքից դուրս ինչ-որ մի հյուրանոցում կամ հյուրատանը, այդպես բոլորով միասին են նշում Սուրբ Զատիկը, ինձ համար շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե իմ սիրելի հետևորդները ինչպես են պատրաստվում այս տոնին։
Ում ենք սպասում անգել։ Քորիկիս։ Էլ Ուանայդի։ կուզես Անայդը կա։ Հա։ Թե մի հատ է շնորհավորի բոլորի Սուրբ Զատիկը։ Շնորհավոր բոլոր Սուրբ Զատիկը։ Քրիստոս հայրավ իմերելոց։ Հարություն Հիսուս Քրիստոս։ Ամեն Մամայինը խփեցիր։ Վախ, վախ։ Սիրուններս, ես նորից այստեղ նստած եմ ու արդեն մեր մոտ երեկո է, պատարագը ավարտվեց, չնայած որ ես ոչ մի բան չեմ նկարել, բայց մենք արդեն տանն ենք ու ինչպես արդեն տեսաք, մեր Զատիկի սեղանը պատրաստ է, որը շատ սիրուն էր ստացվել ու բոլորով նստած ենք, որպեսզի ընտրենք ու այս Զատիկի բարիքներից օգտվենք, բայց մինչև այդ ուզում եմ, որ շնորհավորեմ բոլորի Սուրբ Զատիկը, ուզում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն, իսկ ընտանիքներում համերաշխություն ու բոլորիս ընտանիքներում Աստծո օրհնությունն ու լույսը լինի։ Շնորհավոր բոլորի Սուրբ Զատիկը, Քրիստոս հայրավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Դե ինչ, ես անջատ եմ, որովհետև բոլորը ինձ են սպասում, որպեսզի հաց ուտենք, ընթացքում իհարկե կմիանամ, շնորհավոր Սուրբ Զատիկ։ Բարի լույս սիրուններս, բարի օր բոլորի նորից, այսօր ապրիլի 5-ն է ու առիթից օգտվելով եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորի Սուրբ Զատիկը, թող օրհնված կիրակի լինի ու թող Աստծո օրհնությունը բոլորիս ընտանիքներում լինի։ Դե իսկ մենք ինչպես տեսնում եք արդեն տանից դուրս եք եկել, իմ գեղեցկուհին պատրաստվել, սիրունացել, նին միատարի սիրունացել ու գնում է իր դասընկերուհու ծնունդին լավ ժամանակ անցկացնելու։ Հա կյանքս։ Սիրունս։ Տեսել ես բավականին արևոտ ու միաժամանակ ահավոր քամոց եղանակ է այսօր, բայց շատ հավես է, այսպես որ եղանակը բացվում է, ասեք որ մարդու սիրտն էլ է բացվում, ջերմանում, ուզում ես դուրս գալ, զբոսնել, անկախ քեզանից տրամադրությունդ բացվում է, չգիտեմ, շատ լավ օր է այսօր։